Մինչև վերջ է գնալու արցախցի Տիգրանը, որ Վանաձորի ոստիկանությունում ծեծվել, ստորացել էր իր խոսքով, չգիտես էլ ինչի համար։ Զգում է, որ իշխանությունը ուզում է մի բան էլ այս խայտառակության մեղավոր իրեն հանել։ Ես մենակ են գիտեմ, որ ես անմեղում ու անմեղ մարդուն տարել եմ դե, եթե անմեղ մարդուն տանում են դե, այսինքն եթե ես դե ապրեմ, հնարավոր է 2 ամսից էլի մի տեղ զգոհություն ունի, էլի գան ինձ տանեն այդտենց ծեծեն պրծնեն։ Շորերը, որ հագին են եղել Վանաձորի ոստիկանությունում, բոլոր ապացույցները հինգշաբթի հանձնել է քննիչներին կոմիտեում մի քանի ժամ տևած հարցաքննության ժամանակ։ Վարչության պետն էլ գեներալ մայոր էր, ազգանումը չեմ հիշում, շատ շնորհքով նորմալ խոսեց, ասեց որ արդար այս գործը քննվելու է, ես քեզ խոսք եմ տալիս։ Ու շեշտել է որ պետությունն էլ է քո կողքը դու մենակ չես։ Հույսոնի մեծ գեներալ մայորը վարչության պետը իր ասած խոստովածը կկատարի։ Ինչ որտեղ կասկածում է, հարցնում է, պատասխանատվության ենթարկվել են իրավապահները, որ եռաբլուրում զոհվածին ծնողներին էին քաշքշում, օրը ցերեկով ծեծում էին ընդդիմադիր պատգամավորի։ Եթե մի քաղաքում ոստիկանության բաժինը բեսպրեդելով է զբաղվում, մարդին անհիմն տեղը տանում է տպում, ես ինչ սպասեմ այդ բաժնից։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վստահեցնում է, որ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, բայց իր համար մի բան է տարօրինակ։ Տիգրանի մատնացույց արած ոստիկաններից մեկը օրեր առաջ հիվանդանոցում է հայտնվել նախարարի խոսքով ոստիկանին բնորոշ լավ վարք դրսևորելու համար։ Արդյոք այդ նույն ոստիկանը կարող էր խախտել մարդու իրավունքները, զարմանում է նախարարը։ Եթե քննության արդյունքում պարզվեց, որ ոստիկանության ծառայողները ունեն մեղավորություն, միանշանակ այդ ծառայողները կենթարկվեն պատասխանատվության։ Եվ եթե պարզվեց, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, միաժամանակ ըստ այդմ բնականաբար պիտի վրա հասնի պատասխանատվություն սուտ մատնության տրամաբանության մեջ։ Արփինե Սարգսյանը խորհրդարան է տարել Տիգրան Ուլուբաբյանի գործով դատաբժշկական եզրակացությունը։ Դատաբժիշկները չեն հաստատել ավելի վաղ հիվանդանոցում տրված ախտորոշումները։ Բուժհաստատությունում նշած ձախ ականջախեցու եւ գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքներ սալջարդերի ախտորոշումը հիմնավորված չէ զննության օբյեկտիվ տվյալներով, որի պատճառով էլ որպես մարմնական վնասվածք չի ընդունվում եւ չի մեկնաբանվում։ Անհիմն է ներքին գործերի նախարարի համար, թե արցախցի լինելու համար է Տիգրանը բռնության ենթարկվել Վանաձորի ոստիկանությունում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առանց այդ էլ իրադարձությունների բերումով տուժել են եւ գտնվում են խոցելի իրավիճակում, տեղահանվել են, ունեն բազմաթիվ կարիքներ, որոնք ըստ էության հասցեագրման եւ նաեւ լուծման կարիք ունեն եւ այստեղ անընդհատ փորձել էմոցիոնալ դաշտ ստեղծել նրանց համար, դա որևէ մեկի համար, որևէ ձևով օգուտ բերող process չի կարող լինել եւ հակառակը, այդպես ավելի են թիրախավորվում մեր հայրենակիցները եւ կարծում եմ, որ այս սպառակցական գործողությունները ընդհանուր հանրային խոսույթում պիտի դադարեցվեն, որովհետեւ դա նվազեն բարոյական չէ։ Հայաստան խմբակցության պատգամավորը օրինակներով է ուզում ցույց տալ, որ խտրական վերաբերմունք ամեն դեպքում կա արցախցիների նկատմամբ։ Տիկին Սարգսյան, երբ ասում եք արցախցիների նկատմամբ թիրախավորումը պետք է բացառել եւ այլն, ես շատ ուրախ եմ, որ նման արձանագրում եք անում, բայց ցավոք քաղաքական մեծամասնությունն է, որ այնպիսի օրինակներ է ստեղծել, որոնք ուղղակի այլ բան չեն թողնում ենթադրել, որ կա փաստացի քաղաքականություն թիրախավորելու արցախցիներին։ Իմ կողքին նստած մարդը Գագիկ Մելքոնյանն էր, որ հայտարարում էր, որ արցախցիները իրենց պետք է հյուրի նման այստեղ պահեն, թող իրենց գործողությունները չափավորեն։ Հղում կարող եմ կատարել Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Ձեր մասով էլ կարող եմ ասել, որ վստահաբար տեսած կլինեք այնպիսի պարեկների մասով տեսաձայնագրություններ, որոնք ուղղակի թիրախավորում են մարդուն, բացառապես այն պատճառով, որ իրենք ունեն Արցախի ծագում։ Չեն ուզում ընդդիմադիր պատգամավորները, որ արցախցի Տիգրանի գործն էլ մյուսների պես կարճվի կամ մոռացվի։ Գայանե Մովսիսյան, Առաքել Օհանյան, Հայլուր։